Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով։ Օրեր շարունակ շրջանառվող տեղեկությունը այսօր հաստատեց ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը այցը որակեց պատմական։ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել, պաշտոնական աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է եւ հրավեր է արվել նախագահի կողմից եւ հենց այդ ֆորմատով է լինելու, այո։ Թե կոնկրետ ինչ օրակարգով Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել Անկարա, Սիմոնյանը առաջարկեց մանրամասների համար դիմել վարչապետի աշխատակազմ։ Իսկ այնտեղից դեռ մանրամասներ չեն հայտնում։ Հայ-թուրքական թե հայ-ադրբեջանական կարգավորումն է լինելու երկու երկրների ղեկավարների բանակցությունների առանցքում։ Ազգային ժողովի նախագահը այդուհանդերձ մանրամասնեց, քննարկվելու են երկուսն էլ։ Ոչ մի արտառոց բան այս պայի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում։ Իսկ հնարավոր է Թուրքիան հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ստանձնի միջնորդի դերը։ Ալեն Սիմոնյանը պնդեց, թե նման միջնորդության մասին խոսք չկա։ Հայաստանը եւ Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի աջակցությամբ կամ որևիցե մի մայրաքաղաքում, եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերին, բայց ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն, էլի, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե այլ ֆորմատ կլինի։ Երևանն ու Անկարան ավելի քան 3 տարի է հարաբերությունները կարգավորելու համար բանակցություններ են վարում։ 2022 թվականին բանագնացները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում։ Մինչ օրս այդ պայմանավորվածությունը մնացել է թղթի վրա։ Չնայած սրան, Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնյաները ոչ միայն հեռախոսազրույցներ են ունենում, այլ նաեւ հանդիպումներ անցկացնում։ Երեկ էլ Անկարայում հանդիպել էին երկու երկրների փոխարտգործնախարարները։ Հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը այսօր հանդիպումից կարճ խոսեց։ Փոխարտգործնախարարի այցը Թուրքիա, Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, դուք գիտեք, որ տարբեր ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում եւ սա այդ շրջանակում։ Թուրքիա Փաշինյանի առաջիկա այցի մասին Ռուբինյանը ոչինչ չասաց, իսկ իր եւ Սերդար Քլիչի հնարավոր հանդիպման մասինն էլ միայն պնդեց, թե այդպիսի հանդիպման հաստատված ժամկետ դեռ չկա։ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա տեղի է ունենում Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին, երբ տարբեր վերլուծություններ եւ կանխատեսումներ են հնչում, թե այդ երկրների միջև չդադարող հակամարտությունը կարող է անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։ Ալեն Սիմոնյանի կարծիքով վարչապետի այցը Անկարան նաև այդ վտանգները կանխելու համար է։ Պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, ինչպես նաեւ օրինակ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա։ Իսկ ինչ ռիսկեր կան Հայաստանի համար, եթե Իրանն ու Իսրայելը շարունակեն հակամարտությունը, եւ արդյոք Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկում է դրանք կանխելու ուղղությամբ։ Իշխանական տարբեր պաշտոնյաներ այսօր միաձայն պնդում էին, կառավարությունը բոլոր առումներով գնահատել է վտանգները։ Թիվ 1 ռիսկը այն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել եւ այլ բնույթի վերածվել, ինչպես նաեւ այլ երկրների ներառվածությունը մեզ ստաբիլ հարևան է պետք եւ ինչ որ տեղի է ունենում մեր համար անընդունելի է։ Ազգային ժողովի նախագահը նաև հորդորեց մոռանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման։ Սա արդյոք նշանակում է, որ երաշխիք ունեն, Ադրբեջանը չի օգտվի այս իրավիճակից։ Սիմոնյանն ասաց, թե ինքը քաղաքական հայտարարություն է անում։ Ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք եւ ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի։ Այդ խոսակցությունը փակված է
եւ այդ խոսակցությանը վերադարձ ոչ այն ժամանակ ա եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի։ Իսկ Բաքվից 3 օր առաջ կրկին հայտարարում էին Երևանից քայլեր են ակնկալում Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ։ Զուգահեռ ադրբեջանական կողմը անպատասխան է թողնում ճանապարհների ապաշրջափակման մասին Երևանի առաջարկները։ Իսկ կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկը որակում ուշացած։